Ադրբեջանի հասարակությունն ու լրատվամիջոցները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում քաղաքահասարակության ներկայացուցիչների Երևան այցի արդյունքների նկատմամբ։ Հայտարարել է Օրբելի ֆորումին մասնակցող Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր եւ տնօրեն Ռուսիվ Հուսեյնովը։ Նրա խոսքով ադրբեջանական հանրության շրջանում հաշտեցման գործընթացի նկատմամբ միասնական վերաբերմունք չկա, կան տարբեր գնահատականներ բացասականից մինչև դրական հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է եւ առաջ շարժվելու համար ժամանակ կպահանջվի։ Փորձագետն ընդգծել է հասարակությունների միջև երկխոսության նկատմամբ ուշադրությունն աճում է, իսկ Երևան այցը վստահության ձևավորման քայլ էր։ Հայաստանում տարածաշրջանային լեզուների ուսուցումը այս պահին իրականացվում է մոտ 3 տասնյակ դպրոցում, հայտնել է կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով Հայաստանի դպրոցներում թուրքերենի, վրացերենի, պարսկերենի ու ադրբեջաներենի ուսուցման մասին հարցին։ Ավելի ակտիվ է պարսկերենի դասավանդումը, ինչը նրա խոսքով հնարավոր է դարձել նաև Իրանի դեսպանատան աջակցությամբ։ Վրացերեն դասավանդվում է 3 դպրոցում, ադրբեջաներեն ևս 3-ում։ Նախարարը հավելել է տարածաշրջանի լեզուների իմացությունը հարևաններին ճանաչելու միջոց է։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կողմ չէ քաղաքացիական պայմանագիր խմբակցության դիրքորոշմանը կապված շողակաթ հեռուստաընկերության հետ։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն լրագրողների հետ զրույցում այսպես է մեկնաբանել շողակաթի փակմանն առնչվող օրինագիծը, որը հեղինակել են ԿՊԱ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Տիգրան Հակոբյանը հավելել է, կարելի է շատ ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել։ Հանձնաժողովի նախագահը միաժամանակ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շողակաթն օրենքով կրոնական ալիք չէ, այլ կրթական մշակութային եւ անգամ կրոնական ալիքում անընդունելի է քաղաքական բովանդակություն հեռարձակելը։ Արդյունքում հեռուստաալիքը ըստ նրա կորցրել է վարկանիշը։ 84 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին, ամերիկացի գործիչը մահացել է թոքաբորբից եւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունից առաջացած բարդությունների պատճառով։ Չեյնին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է Ջորջ Բուշ կրտսերի օրոք 2001-ից 2009 թվականներին։ Թուրք ազգայնական առաջնորդ Դևլետ Բահչելին, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակիցն է, հայտարարել է, որ օգտակար կլինի բանտից ազատ արձակել նախկին քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2 անգամ Դեմիրթաշի գործով որոշում է կայացրել, նշելով, որ նրա իրավունքները խախտվել են, բայց Էրդողանի կառավարությունը տարիներ շարունակ անտեսել է դատարանի կոչերը նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Միեդի որոշման դեմ Թուրքիայի վերջին բողոքարկումը մերժվել է երկուշաբթի, գործի վերաբերյալ դատարանի որոշման մասին լրագրողների հարցին ի պատասխան Բահչելին ասել է, իրավական ուղին ավարտված է, նրա ազատ արձակումը օգտակար կլինի Թուրքիայի համար։ Ռուսաստանը պնդում է, որ ավելի է սեղմել ուկրաինական ուժերի շրջափակումը ռազմավարական նշանակություն ունեցող Ուկրաինայի Պոկրովսկ քաղաքում։ Ռուսական կողմն այն փորձում է գրավել ավելի քան 1 տարի։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է նաև Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մոտ ուկրաինացիների շրջափակման մասին։ Կիևը հերքում է, որ իր զորքերը 2 քաղաքներում հայտնվել են շրջափակման մեջ։ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային վարկային մակրոֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացմանը 1 միլիարդ 800 միլիոն եվրոյի չափով։ Սա արդեն 5-րդ նման վճարումն է։ Ուկրաինայի հիմնադրամը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ին, դրամաշնորհների եւ վարկերի տեսքով տրամադրում է մինչև 50 միլիարդ եվրոյի կայուն ֆինանսավորում 2024-ից 27 թվականների ընթացքում Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը եւ արդիականացմանն աջակցելու համար։